Եկեղեցին անտարբեր չի կարող լինել իր զավակների նկատմամբ, ինչ աստիճանի եւ պաշտոնի վրա էլ նրանք գտնվեն, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր այսօր իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում, ուրիշների կյանքն է իրենց կյանքից մեծ դրված զոհասեղանի վրա կամ սեղանի վրա։ Եվ այս էր մեր ուխտագնացության նպատակը։ Ֆազան հայր, ուխտագնացությունը գիտենք, որ որոշվեց գալ Արցախ վերջին դեպքերի սահմանային դեպքերից հետո, այ մարդը, որ առաջին ձեռքից ստացավ տեղեկություն, զինվորների մոտ ինչ հոգեբանական վիճակ է եւ հոգեվոր առումով նաեւ ինչ վիճակ է, փոխանցեք։ Գիտեք, որ Մայրաթորը ունի զինված ուժերի հոգեվոր առաջնորդությունը, եւ մենք շնորհակալ ենք իրենց նաեւ իրենց աջակցության եւ քաջալերանքի համար այս ուխտագնացությունը կազմակերպելու եւ բնականաբար մեզ համար շատ կարեւոր է տեսնելու թե հոգեվոր աստիճանի վրա մեր զինվորները ինչպես են իրենց զգում եւ դրա կարելի ասել ապացուցելու կամ վկայելու կամ փաստելու նույնիսկ հարցել չկար իմ մտի ունենալով վերջին իրադարձությունները երբ ամեն կողմից հատկապես սպայական կազմը բոլոր նրանք ովքեր այս օրերին անընդհատ գտնվել են մեր զինվորների կողքին ուղղակիորեն դիրքերում առաջնագծում նրանք բոլորը հիացմունքով են արտահայտում մեր զինվորների դրսևորված ոգու մասին եւ մեր հոգեվոր սպասավորներն էլ հոգեվոր ծառայողներն էլ գիշեր թե ցերեկ գտնվում են իրենց եղբայրների կողքին մեկը հոգեվոր զինվորությամբ մյուսը մարմնավոր ֆիզիկական զինվորությամբ ի խնդիր մեր ժողովրդի բարօրության, հոգեվոր զարգացման աճի եւ նաեւ մեր տղաների ապահովության համար։ Եվ ես պարզապես մեր ընտանիքներին, մեր զինվորների ծնողներին առիթից օգտվելով նաեւ մաղթում եմ, որ իրենք երբեք արցունք չունենան իրենց աչքերին, իրենց զավակներին կարողանան ջերմությամբ դիմավորել իրենց տներում, օջախներում ոչ միայն կարճ ժամանակի համար, այլ ընդհանրապես, որպեսզի պատերազմի շունչը հեռու գնա մեր երկրից եւ նաեւ առիթից օգտվելով ուզում եմ իրենց սրտագին, երախտագերտ շնորհակալություն հայտնել որպես պարզ մի հոգեվորական, որ այսպիսի քաջ եւ առյուծ զավակներ են աշխարհ բերել եւ դաստիարակել եւ մեծացրել։ Ֆազան հայր, ձեր հայրական օրհնանքն ու խոսքը զինվորներին սահմանական։ Ես միայն շնորհակալություն ունեմ ասելու իրենց, ուրիշ ոչինչ, պարզ մեկը, որ գիտակցություն ունի, ժառանգության զգացում ունի, այսօր նաեւ զգում է թե այդ զինվորների կյանքի ինչ է նշանակում, մեր տիրոջ օրինակի այդ խաչի ճանապարհի կյանքն է մեր զինվորների կյանքը, այն իմաստով որ իրենք որքան էլ ծառայության պարտականության մեջ լինեն, անկախ իրենց պաշտոնից, զինվոր կամ սպա, հրամանատար եւ այլն, մեր ամբողջ բանակի մասին եմ խոսքը, որքան էլ իրենք պարտքի մեջ, գիտակցության մեջ լինեն, որքան էլ ծառայությունը այս կամ այն ձևով աշխատանք համարվի, այդուհանդերձ այդ տեսակ պարտքը եւ ծառայությունը անանձնական ծառայություն է, այսինքն իրենց անձերից ավելի ուրիշների կյանքի համար այդ զենքը վերցնելու, սահմանին կանգնելու եւ չքնելու այդ տառապանքի ճանապարհն անցնելու զգացումը արդեն իսկ վկայում է թե ինչպիսի մեծ հոգու եւ առաքելության մեջ են գտնվում մեր տղաները։ Թող Աստված իրենց ապահով պահի, իրենք իրար նկատմամբ մեծ սիրով լինեն, սիրո մեջ մրցակից լինեն, երբեք ամենափոքր կամ ամենամեծ առիթները երբեք չլինեն, որպեսզի իրենք իրար նկատմամբ սխալ հասկացողություն ունենան, որովհետեւ մեր դիմաց ընդհանուր հակառակորդ է կանգնած, որը ամեն վարքյան փորձում է խարխլել տագնապի մատնել մեր ժողովրդին, բայց այսպիսի տղաների միջոցով երբեք եւ ոչինչ չի կարող որևէ կերպով խախտել հայոց երկրի